Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի, լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի, մսագործ էլ, որ լինեի, ատաղձագործ էլ, որ լինեի, հանցագործ էլ, որ լինեի, պոեմներ կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի։ 20-րդ դարի մեծ արտիստի կյանքում որևէ բան այդպես էլ չփոխարինեց թատրոնին, բայց Մհեր Մկրտչյանը մտերիմ էր նաև կինոյի հետ։ 41 տարի առաջ կինոգետ հրապարակախոս Ռոբերտ Մաթոսյանը հանդիպեց Ֆրունզիկին, ձայնագրեց ու որոշեց՝ մի օր այդ զրույցը գիրք է դառնալու։ Այդ օրը ես ձայնագրեցի մի նպատակ ունենալու, որ բացվի ինքը, որպես անհատականություն, որպես մարդ, որպես դերասան, արվեստագետ, եւ փառք Աստծո ձայնագրությունը պահպանվեց ու 40 տարի հետո 41 ճիշտ 41 տարի հետո այդ ձայնագրությունը դարձավ այս գիրքը։ Հեղինակի խոսքով դերասանի խոսքը խմբագրված չէ, Ֆրունզիկի հետ զրուցել են տարբեր թեմաներով, անկեղծ ու անկաշկանդ, եւ ասում է կարողացել է բացահայտել նրա ներաշխարհը եւ հանձնել գրքի էջերին։ Ֆրունզիկ Մկրտչյանի հետ ես եղել եմ մի 10-15 կինոֆեստիվալում, փառատոներում, միութենական, խոսքը միութենականի մասին է, եւ այդ հանդիպումները, այդ հուշագրությունները նույնպես այդտեղ անդրադարձ է կատարում, որը կարծում եմ հետաքրքրությամբ ընթերցում է, իմ կարծիքը դա է։ Գրքի շնորհանդեսն ու ցերեկույթն անցկացվում են Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում։ Կինոարվեստի բաժնի վարիչն ընդգծում է Ռոբերտ Մաթոսյանը լավագույնս է ներկայացրել Մհեր Մկրտչյանին որպես մարդ էկրանից ու բեմից դուրս, կյանքում, առօրյայում։ Վավերագրությունում տեսանելի է Ֆրունզիկ Մկրտչյան արտիստի այն համոզմունքը, որ հումորը հոգին անցեկացնում անդունդի վրայով եւ մարդուն սովորեցնում խաղալ սեփական վշտի հետ։ Մհեր Մկրտչյանի մասին պատմող չգրված հետադարձ հայացք գիրքը ըստ Մաթոսյանի ոչ միայն առաջին դեմքով պատմում է դերասանի կյանքի ու անցած ճանապարհի մասին, այլև ներկայացնում դժվարությունները հաղթահարելու մեծ արտիստի բանաձևը։ Յուրա Վահանյան, Արման Թովմասյան, լուրեր։